Սիրելի ուխտավոր զավակներ մեր, հայրապետական օրհնությամբ ողջունում ենք ձեզ մայրաթող Սուրբ Էջմիածնում, որտեղից սերնդեսերունդ հայոց կյանքին փոխանցվել են ներունաշնոր հավատքը, հայրենանվիրումն ու ազգային ոգին։ Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո և անսակարգ նվիրվածության մասին հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ազգային արժեքները։ Սուրբ Էջմիածնով է դարերի միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև։ Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության նվիրագործված ընկալումների խեղմամբ, ներքին բարակվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողության ու ատելության սերմանով, առավ նոր բաժանումներ։ Մեր սրտերը ցած են, տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինց ու մեղադրանքներով ազատազրկում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ Գարեգին Քահանա Արսենյանը, ազգային մեծանուն բարերար Դիար Սամվել Կարապետյանը և այլ քաղաքացիական անձեր։ Մեր սերը, մեր աղոթները նրանց հետ են, թող Տերը քաջառողջություն և առևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը։ Սիրելիներ, մեր գնահատանքն ենք բերում ձեզ ամենքին, հանդեպ մեր Սուրբ Եկեղեցի ձեր հավատարմության և ահույս օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր, հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը, հետադուր լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է մեր զավակներին ամուր մնա, չտկարանա, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ, առաքելապատվել քաջությամբ, թե Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո և զգացության։ Միասնաբար համատեղ ջանքերով ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները։ Աղոթում ենք, որ ամենակալ Աստված իր սուրբ աչքով պահպանի մեր հայրենիքը, Հայաստանյայց առաքելական մեր եկեղեցին
կոչորացնի մեր ժողովրդին, աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները, թող Տերը ապահովի ի Հայաստան և իսկյուրս աշխարհի, այսօր և միշտ և հավիտյանս ամեն։ Ձեր ուղտ ի կատար, սիրելի ուղտավորներ, պահպանիչ և լույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, զազգս հայոց, զեկեղեցիս Հայաստանյայց, այլև Սուրբ Էջմիածին ուխտի եկյալ զավակ լուսքով, ընթովանյավ Սուրբ և պատվական հաչիր քո, պահյա, պահպանյա, երևելի և աներևույթ թշնամյաց, արժանավորյա ուղղությամբ հարավորել, ըստ քեզ ընթոր և ընծրբող կույն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն։ Օրհնյալ եղերուկ ի շնորհացու փոքրույն, երթայք անգերուկ ի խաղաղություն և Տեր Հիսուս եղեցին ձեզ և ընտանենեսյան, ամեն։